Բարի գեսօր բոլորիդ, շնորհակալ ենք ասում եմ, որ Տերը մեզի շաբաթ մի ևս տվավ, ամիս մի ևս տվավ, քանի որ երկար ժամանակ է բացակայեցանք, biz շարունակենք մեր տասը Պողոս Արաքյալին առաջին եւ երկրորդ ուղերձները գորընթացներուն քիրքերը բիցերնենք, հասած ենք 4-րդ տասը, 5-րդ, 6-րդ, 7-րդ գլուխները այսօր մի քիչ վրային անցնենք, աղոթենք Երկնավոր հայ, շնորհակալ ենք Տեր քո դվածդ կյանքին համար եւ քո խոսքիդ համար, որ մեր ցերկ ունենք։ Կխնդրենք Սուրբ Հոգին զորությունը հայր, որովհետեւ անիգա մեզի սորվեցնե, մեր միտքերը փանա, մեր սիրտերը փանա, որովհետեւ քո խոսքը կենթանի ճուրի վտակները լա մեր կյանքին մեջը։ Հիսուսի անունով խնդրեցի, որ թափածարան արժանիքովը, ամեն։ Այս շաբթվա տասը իրականության մեջ քիչ դժվար խոսվելիք նյութ մնե, բայց Սուրբիկին մեջ ամեն բան գիտեք գրված է մեզի համար եւ ամեն մեր ժամանակաշրջանի համար 2000 տարի է ամենն ալ ատնույն ժամանակաշրջանի գասի Սուրբ Գիրքը չի հիմնար միշտ նոր է մեզի համար ինչալ ըլլան է մեջի գրությունները մեզի բամ ունի սորվեցնելիք Այնցել երկու շաբաթները որ հոչ չէինք եւ չգրցանք սերդողությունը շարունակել պատկամները խաչի պատկամներ որ Քրիստոսի խաչը քանզի խաչի քարոզությունը Գորոսյանոյն համար հիմարություն է ով որ չի հասկանար խաչին իմաստը իրեն համար հիմարություն է բայց մեզի փրկվածներս համար Աստծո զորությունն է Հիսուսի խաչը մեր զորությունն է քանի որ խաչին վրա մեր փրկությունը եղավ Վերջը սերդողությունը գալ միապանությունը Քրիստոսի մեջ, որ մենք մեկ մարմին ենք։ Ամեն մեկս տարբեր գործեր գնենք, սակայն Քրիստոսի մեկ մարմին ենք, ամբողջ աշխարհը Քրիստոսի մարմինն է։ Եվ այսօր դիտենք մեղքը եկեղեցին մեջ։ Հիմա գսես որ մեղքը ուր է եկեղեցին ուր է, բայց Պողոսարակյալ այս հարցն է, որ գշոշափե 5-րդ, 6-րդ, 7-րդ գլուխներում մեջ թե մեղքը ինչպես մտած է եկեղեցի մեջ եւ ինչ պետք է անենք։ Ուրեմն մեր սորվելիք համարն է, գարտանք, առաջին գորընթացից 6-րդ գլուխ 19 եւ 20 համարները։ Չեք գիտեր, որ ծեր մարմինները դաջան են Սուրբ Հոգին, որ ծեր մեջ է, որ Աստված արած է, ու դուք ծեր անձին դերը չեք։ Կանց է քինով ծախո արնվեցաք, ուստի փարավորեցեք Աստված ծեր մարմիններուն ու հոգիներուն մեջ, որոնք Աստծո կպատկանի։ Այո, ուրեմն մեր մարմինները Աստծո կպատկանին եւ մենք պետք է փառավորենք Աստծո անունը մեր մարմիններուն մեջ ալ ինչ որ թե ուտենք, թե խմենք, թե ինչ բանալ որ անենք, կսե Աստծո փառքին համար արեք։ Հիմա մեր ուղեղը ասպունքի պես է։ Ինչ որ տեսնաս, ինչ որ լսես, մեջը կմնա։ Կքաշե ուղեղդ մեջը կմնա։ Դուրս չելեր։ Եվ ուրեմն ինչ որ տեսնաս, որոշակի չափով գաստե թե դու ինչ կմտածես եւ ինչ կսկաս եւ ինչ կնես։ Ուրեմն կարեւոր է որ ինչ կտեսնաս։ Ուրեմն ադորամար հեշտ է շատ նույնիսկ քրիստոնյանու համար որ իրեն շուրջ եղողներեն աստվին։ Ինչ որ կտեսնաս, անիկա քո վրատ կաստե։ Եվ երբեմն քեշ սովորություններ կամ վատ երևույթներ քո վրատ կաստեն։ Ասկի առաջ խոսեցանք, որ մեկը գսե ես Աբողոսյան եմ, ես Պողոսյան եմ, բայց ասա որ մենք բոլորս ա Քրիստոսի ենք, Քրիստոսի հետևորդներ ենք։ Ուրեմն մենք կանչված ենք գադարելության, կանչված ենք սուրբ կյանք ապրելու։ Բայց հիմա մի տեսանք, որ նույնիսկ եկեղեցի մեջ այս շրջակա մշակույթը գաստե եւ մեղքը կմտնա ներսը։ Ուրեմն Հիսուս կսե հեռացուցեք հին խմորը մեկտի, որովհետեւ ըլլակ նոր զանգված առանց թթ խմորի, վասի Քրիստոս մեր զադիգը մեզի համար զոհվեցավ։ Ինչ է այս թթ խմորը։ Քիչ ադոր մասնաբիտ խոսենք։ Անհամապատասխանություն մը գա հավատքի եւ կորձերու միջև։ Կհավատաս բանիմը, բայց քո կորձը չեն ցցնել ադիգա։ Քեզ ինչ տեսակ հավատացյալ կնե ասիգա։ Մենք ասենք բավ մարմնավոր, աշխարհիկ հավատացյալ։ Այսինքն իրար չի բռներ։ Փամը գար քրեր մեկը, եթե կհավատաս որ Աստված կա, ուրեմն այդպես կորձե։ Ուշադիր եղիր որ ինչ կնես, եթե կհավատաս որ Աստված կա։
Մարդիկ սակայն խնդիրներ ունին եւ միտնային որ աստվածաշունչը ինչ կսե այդ խնդիրները ինչ պետք է լա կամ ինչ պետք չէ լա եղեսներուն մեջ ուրեմն գարտանք առաջին Կորինթացիս 5-րդ գլուխ 1-13 համարները Առհասարակ կլսվի թե ծեր մեջ բորոնգություն կա եւ այնպիսի բորոնգություն որ հետանոսներուն մեջ չկա որպես թե մեկը իր խորտ մայրը կունենա ու դուք հվարտացեր եք փոխանակ սուկներու որ ծեր մեջ են վերցվի այս բանը վասնզի թեպետ ես մարմնով հերու եմ բայց հոգիով ներկա եմ ուստի հիմա որպես թե ներկա ըլլալով որոշեցի որ այս բանը ընողը երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսին անունովը մեկտեղ հավաքվի դուք ու իմ հոգիս մեր Տեր Հիսուս Քրիստոսին զորությունովը այնպիսին սատանայի մատնեք մարմնին գործվելուն համար որպեսի հոգին փրկվի Տեր Հիսուսին օրը այդ ծեր բարձյալը բարձենալը աղեկ չէ չեք գիտեր թե քիչ խմորը բոլոր զանգվածը կխմորե երացուցեք հին խմորը մեկտի որպեսի ըլլակ նոր զանգված առանց դդխմորի վասնզի Քրիստոս մեր սադիկը մեզի համար զոհվեցավ ուստի դոն դատարենք ոչ թե հին խմորով եւ ոչ թե չարության ու անսկամության խմորով այլ անգեղծության ճշմարտության անխմոր հացովը գրեցի ձեզի դուքտին մեջ որ բորնիկներուն հետ չխառնվիք եւ քրածս ոչ թե աշխարհի բորնիկներուն ակահներուն հապշտագողներուն կամ գրապաշտներուն հետ հապա թե ոչ պետք է որ դուք աշխարհի հետ դուրս ելեիք բայց հիմա ձեզի գրեցի չխառնելու չխառնվի այնպիսի թե այսինքն թե եթե եղբայրը կամ բորնիկը ըլլա կամ ակահ կամ գրապաշտ կամ նախադող կամ քինով կամ հապշտագող անոր հետ հացալ մի ուտեք վասնզի ինչպես դուրսինները դադեմ չէ որ դուք ներսինները գտադեք իսկ դուրսինները Աստված պիտի դադե ուստի չարը ծեր մեջ են վերցուցեք Շնորհակալ եմ ուրեմն ասո վրային արատմա անցնենք կսվի թե գսե ծեր մեջը այնպիսի բորնոգություն մգա որ գրաբաշտներուն մեջ նույնիսկ չի գա որ մեկը իրեն խորտ մայրը ունենա եւ ասիկա շատ մեծ բղզություն մներ այսինքն սկանդալ կամ խայդարագություն մներ եւ բայց խայդարագությունը միայն հոն չէ գսե խայդարագությունը հոն է որ դու կբարձենակ ադոր հետը թե ինչու կբարձենակ չեմ հասկնալ գսե գրնալալ որ անցը շատ հայտնի մեկն էր գրնալալ որ շատ թրամ ուներ եկեղեցին ուդար գրնալալ որ շատ զորավոր մեկն էր գվախնային իր մե ինչ որ լար բարական փոխանակ հանդիմանելու փոխանակ մերժելու աս կորձը գսե դու կբարձենակ ադիգա է Պողոս Արաքյանին սիրտին ցավը որ մեղքի վրա դու կուրախանակ փոխանակ նեղվելու փոխանակ լալու փոխանակ զղջալու ուրեմն աս հանթուր ժողական բնավոր բանը գեցվածքը վերապերմունքը ասեսակ այունաբիղծ մարդու հանդեպ կսե շիրակ չէ ցերածը այսինքն ինչ ալլա բաճարները մարդիկ կուրացած էին Սուրբ Գիրքին խոսքերուն բացահայտ խախտումին հետ այսինքն բացահայտորեն Աստծո խոսքին հագարակ երթանգոր Եվ Պողոս Արաքյալը գսե անոնց հետ հաց ամյուտեք եւ գս սադանային մատնեցեք ինչ կնշանակի սադանային մատնեցեք Իրեն առած քեշուտենան ավելի տոկեշեչեն որբեսի գսե փրկվի այսինքն որ ինք իրեն առած հանցանքին բադիժը ինքը թողուդե իրեն հանցանքին առած բադիժը իրեն հասնի որբեսի ինքը կոնե իրեն մարմինը եթե նեղության մեջ ինա գայլը հոգին կփրկվի ասի է որ մեկը կեդինը մինչև չհասնի իրեն մեղքին մեջ չի գնալու այո ուրեմն պետք է որ մենք աղոթքով եւ սիրով միևնույն ժամանակ աստեսակներուն հետ խոսենք որպես իրենք իրենց մեղքեն ետ դառնան եւ միայն այդ չէ մեղքը նայեցեք ուրիշ բաներ ալ գա ակա կամ գրաբաշտ կամ նախադող
մեկը միշտ կնախադե, այսինքն տեսնաս որ ասիգա խորից որ շատ մեծ մեղքը չէ, բայց Աստված գրաբաշտին եւ քինովին հետը հարբեցող է մեկը կամ հապշտագող, ամեն բան գուզե ինքը առնել։ Անոր հետ հացալ մի ուդեր։ Ինչու հաց մի ուդեր գսե, քանի որ երբ որ մեկում հետ հին ժամանակները հատկապես կնշանակե, երբ որ մեկում հետ հաց կուտես, կնշանակե որ դու համախոհ ես իրեն հետը, նույն մտածելակերպը ունիս։ Ադոր համար է որ գսե հացալ մի ուդեր։ Հիմա նույնն է։ Եվ բողոսարակյան գսե որ պետք է վերցրի ասիգա, օրինակի համար ծեր մեջ են հեռացվի։ Կվերապեր եկեղեցական ղարքաբարությանը։ Եկեղեցին պետք է ղարքաբարություննա, որ ասե որ եղբայրտուն աս մեղքին մեջ ունես, at մեղքեդ պետք է ազատվիս, թե ոչ չես կնար եկեղեցական, այո, կորձերուն մեջ մնալ։ Այդպիսի մեկը գսե ասին քիչ հեռացարանային, այսինքն թող քաղը իր որոշներն բդուղները վերջի չխառնվի լանոց հետը, հացաչուդել, որովհետեւ հոգին փրկվի։ Ասոնք արդեն խոսեցանք ասոնց վրա։ Հիմա ադոր հարցում դակի։ Հա։ Եթե եկեղեցի մեջ ամուսնալուծում կա եւ նորեն ամուսնացող կա, որ աստվածակիլած է, ուրեմն այդտեղ ինչ կդնես։ Հետո դիպիչություն ունես։ Հիմա քիչ վերջի ադորա 10 սեկունդ գուկավոր։ Անիգա Արտացած դերը նոր մեջ կրված է։ Ադոր այդպես է որ ասում դերս է, որ նորմի է։ Ուրեմն եկեղեցին սկեծ ու շմե դրա նորմի է։ Ինչ է դարբերություն։ այո, գսե որ լավ, բիշարունակենք անիգա։ Խմորին համար ալ գիտեք ինչ է խմորը, քիչ առաջ որ վրային անցանք, բզդիկ մեկ կդորմը խմորը բան թաթ խմորը երբ որ անես բոլոր գսե զանգվածը, այսինքն որ մեկ բզդիկ մեղ մգա, բոլոր զանգվածը գնա մեղավորը լալ, միայն ժամանակ ուրիշ տեղը լավ ցևով գսե, եթե դու մեկ հոգի հավատացյալ մնես, գնաս քու լույսը սփրել մյուսներուն վրա, որովհետեւ անոնք ալ աստծոսերը գարնան քու միջոցավը տեսնալ։ Երու ցևով ախմորը գնանք հասկանալ։ Ուրեմն 6-րդ գլուխ 1-11 համարները գարտանք։ Ձեզ մեկը եթե բան ունի իր ընկերին հետ համարցակի անիրավներուն արչև թափվի, թե սուրբերուն արչև։ Չեք գիտեր թե սուրբերը պիտի տատեն աշխարհը, եթե աշխարհը ձեզ մեկը տատվի, ուրեմն արժանի չեք չնչին տատելու որոշելու։ Չեք գիտեր թե մենք քրեստակները տատենք, ուր կմնա հավա աշխարհայիններու, ուրեմն եթե ձեր մեջ աշխարհային տատեր ունիք, եկեղեցին անդամները ձեզի տատավոր գրեք, ձեզի ամուսնելու համար գսեմ, իրավ ձեր մեջ իմաստունը չկա, որ կարող ըլլա իրավունքը որոշել իր եղբայրներուն մեջ, պետք է եղբոր հետ տատի մտնել, այն անհավատներուն առջև, արտարետ բոլորովին հանցանք մնե, որ իրարու հետ տատեր կունենակ, ինչու դուք անիրավություն չեք գրել, ինչու դուք զրգանք չեք կաշեր, բայց դուք անիրավություն ու զրգանք կնեք և ալ եղբայրներուն, չեք գիտեր թե անիրավները Աստծո արքայությունը պիտի չժառանգեն, մի խաբվիք, ոչ բորնիկները, ոչ գրաբաշտները, ոչ շնացողները, ոչ իկայացիները, ոչ արվակետները, ոչ հողերը, ոչ ակահները, ոչ քինովները, ոչ նախատողները և ոչ հապշտակնողները Աստծո առջև Աստծո թագավորությանը պիտի չարժանանան։ Եվ դուք մեկ բանի անվիսին եք, բայց լվացվեցաք, բայց սրբվեցաք, բայց արդարացաք, Տեր Հիսուսին անունովը ու մեր Աստծուն հոգիովը։ Ամեն, շնորհակալ եմ։ Հոսքը խոսի թադելու համար, բայց չի խոսի քրեական թադելու համար, այսինքն որ կառավարությունը պետք է այդ թադերան է։ Այդ տեսակ քրեական հանցանքներու մասին չէ ասածը, որ մեկը մարդ մերցուց կամ քողություն եղավ կամանանք։ Ասիկա ավելի հոգևոր, հոգեգան սխալներու համար է, որ մեկը մյուսեն կնեղվի, մեկը բորնգության համար կամ ասոնք կրնա եկեղեցի մեջը լուծվիլ աս հարցերը։ Սիրով գսե աս հարցերը պետք է գայնակ լուծել։ Կդեք գսե անարքներ, այսինքն ցեզի գամցնեմ,
իմաստուն չեք դուք, որ ասոն կրնակ լուծել։ Դունին մեջը գլուծեք ձեր հարցերը, ինչու եկեղեցի մեջը չեք լուծել, գերտակ անհավատներուն, թադարաններուն մեջը ձեր անուն Աստծուն նահերը խայդարագեք։ Ասիգա է, Պողոսին գմտահոգ է եկեղեցին ինքնությունը, որպես քրիստոնեական համայնք, ինչպես որ գտիդվի գողմեն, այսինքն որպես Քրիստոսի հետևող համայնքը գուզե որ ամեն ասիրովը լան, գուզե որ իրենք իրենց թադերը իրենք վերջացն են ներսը, քանի որ իրականության մեջ հռոմեական ժամանակ, երբ որ թադարանը երթայր անոնք շատ գաշարագեր էին, իրականությունը բիչն էին իրենց համար, եւ մենք պետք է փոխվի, դարբերվենք աշխարհային չափանիշներեն։ Եվ հոս 11-րդ համարը գսե որ դուք մեկ քայնե այդ այնպիսին էիք, այսինքն մեղավոր էիք, բայց սրբվեցաք, բայց լվացվեցաք, բայց արդարացաք Տեր Հիսուսի այրնով, այսինքն հույս կա։ Եթե սխալի մեջ ես, քեզի հույս կա, որ իդ վերադառնաս, իդ ապաշխարես, իդ Աստծո ճամփուն մեջ եկաս։ Աստված մեզի համար հիանալի Աստված մնե, մեզի անհույս եւ անարգված չի ցկեր։ Կուզե որ մենք միշտ իրեն մոտենանք։ Մենք աստեղը գարտանք Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխ 1-8 համարները։ Oli mai եղբայրներ ցեզի գարչեմ գործորեն Տեր Հիսուսով, որ ինչպես մեզ մենք սորվեցակ, այնպես կալեք Աստծո հաջո լավ ավելի առաջանք անոր հետ։ Դες մամե մեկը գիտնա իր մարմինի սրբությունով ու բադվով կալբահեր, ոչ թե ցանկության գիրկով, ինչպես հետամոսները, որոնք Աստված չեն ճաշտար։ Վասնզի Աստված մեզ դոծության չկանչեց սաբասրբության, ըստի որ գանարկե ոչ թե մարդուն գանարկե, այլ Աստված, որ իր սուրբ ոգին մեզի դվա։ Այսինքն, եթե գսե որ դու Աստծո գանչված ես, սրբության կյանքին գանչված ես, երբ որ դու մեղքը կործես, մարդը չէ որ գանարկես, այլ Աստված է որ գանարկես։ Անդոր համար գսե Աստված քեզ սրբության գանչեց։ Սակայն գիտեք ինչ է, մարդիկ կսեն որ ինչպես որ գերագուրը ստամոքսին համար շինված է եւ ստամոքսը գերագույն համար, այդպես է սեռային հարաբերությունը։ Նման մոռնալով որ Աստված օրենքներ դրած է, սկիզբեն Աստված օրենքներ դրած է։ Ուրիշներն ագսեն որ մենք ազատված ենք մեղքեն, այսինքն մենք ազատ ենք կնելու ամեն ինչ, բայց Աստված մեզի մեղք կործելեն ազատեց, ոչ թե մեղքի մեջ ազատեց։ Այսինքն շարունակապար մեղքի մեջ չէ որ մենք կրնանք կենալ, պետք է ազատենք ատկե, Աստված մեզի գազադե ատկե։ Անորմակս է դերը մարմին համար է, Աստված մեզի համար է, մենք կպատկանենք Քրիստոսի։ Եվ թե ով ենք մենք, պետք է աստե այն բանի վրա, թե մենք ինչ կնենք։ Ուրեմն առաջինը կփորոշե որպես լվացված, սրբակորձված եւ արդարացած Տեր Հիսուսի Քրիստոսի անունով մեր Տեր Աստծո հոգիովը։ Լվացված բամը չես ուզել նոյն աղդոդի։ Երկրորդը մենք Քրիստոսի անդամներն ենք, ինչպես քիչ առաջ ասի, եթե մենք իրար հետ խառնվենք, բոլորս մեկ անդամ ենք, մեկը եթե հիվանդ է, մյուսներն էլ անհանգիստ կլան, ցավը կքաշեն։ Եթե մեկը աղդոդ է, մյուսներն էլ աղդոդ կսկան, պետք է մաքրվի։ Երրորդը մեր մարմինները դաջար են Սուրբ Հոգին համար։ Ուրեմն սեռական հարցերուն մեջ Սուրբ եւ բարգեշտ կյանքով ապրելու միակ միջոցը Սուրբ Հոգի միջոցով Քրիստոսի հետ մտերիմ հարաբերություն ունենալն է։ Մեկ այլ դեղ Պողոսը հոգի դաջարը լալու փորձառություն գնալը որպես կներկայացնել որպես մարմինը կենթանի զոհ, Սուրբ եւ Աստվածահաճո մատուցանելու համար Հռոմեացիներուն մեջ գսե։ Հիմա հասանք որ գարտանք 6-րդ գլուխ 19-ն 13-ին։ Okay. Okay. Ամեն բան ինձ օրինավոր է, բայց ոչ թե ամեն բան օգտակար։ Ամեն բան ինձ օրինավոր է, բայց ես բանի մի իշխանության տակ պիտի չլամ։ Գերագուրները փորին համար են, փորն ալ գերագուրներուն, բայց Աստված անոնք ալգը խափանե։ Իսկ մարմինը բուրնուգության համար չէ, հաբա դերոջը ու դերը մարմինին համար։ Եվ Աստված որ մեր
դերը հարուցանեց մեզ, այլ պիտի հարուցանե իր զորությունով։ Չեք գիտեք, թե ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են։ Քրիստոսի անդամները անելով բորնիգի անդամներ կնեն։ Կավլեցի, չեք գիտեք, թե ան որ բորնիգի կմոդենա, անոր հետ մեկ մարմին ըլլա, քանզի գիրքը գսե, երկուքը մեկ մարմին պիտի ըլլան, իսկ ան որ դերոճմեն կմոդենա, անոր հետ մեկ հոգի կլլա, բորնոգությունեն թախեք, ամեն մեղք ու մարմինը կգործե, իր մարմինը դուրս է, բայց ան որ կբորնագի, բորգանա, իր մարմինին թեմ կմեղանչե, չեք գիտեր, որ ձեր մարմինները դաջար են, Սուրբ Հոգին, որ ձեր մեջն է, որ Աստծո առաջ եք, որ դուք ձեր անձին դերը չեք, քանզի քինով ծախու առնվեցաք, ուստի փառավորեցեք Աստված ձեր մարմիններուն ու հոգիներուն մեջ, որոնք Աստծո կպատկանին։ Այ, շնորհակալ եմ։ Արդեն այսօր մասին քիչ խոսեցանք։ Ամեն բան ինձ օրինավոր է, բայց ոչ ամեն բան օգտակար։ Ամեն բան գրնա մնել, բայց Աստծո փառք չի բերելն է պետք չունի մնելու։ Ուրեմն շարունակենք 7-րդ գլուխը։ Հա, ուր է Մեգեն։ Արտանկաններուն համար որ դուք ինձ գրեցիք, աղեք է մարդուս, որ կնոջ չմոտենան, բայց բորնկությունը արգելելու համար ամեն մարդ թող իր կինը ունենա ու ամեն կին իր հայրը, այրը թող իր կնոջ պարտքը վճարե, նույնիսկ կինն ալ իր էրկան, կինը իր մարմնին ճիշտ է, ապա այրը, ինչպես այրն ալ իր մարմնին ճիշտ է, ապա կինը, մեկս մեկ մի զրկեք, եթե ոչ միաբանության ատենմը, աղոթքի պարապելու համար ու նորեն իրավու դարձեք, որպեսզի սատանա ձեզ չփորձե ձեր անժուշկալության համար։ Ասկսեմ խրատելով, ոչ թե հրամայելով, քանզի կուզեի, որ բոլոր մարդիկ ինձի պես լային, բայց ամեն մեկը իր պարգևը ունի Աստծուց, մեկը այսպես ու մյուսը այնպես, բայց չամուսնացածներուն ու որբևայրներուն կսեմ, աղեք է անոնց, եթե ինձի պես կենամ, բայց եթե ժուշկալություն չունին, թող ամուսնանան, վասնզի աղեք է ամուսնանալ, քան թե թողքով թողվի, բայց ամուսնացածներուն կպատվիրիմ, ոչ թե ես, ապա Տերը, որ կինը այրեն չզատվի։ Մա 11-ն է, շարունակենք։ Իսկ եթե զատվին, իսկ եթե զատվի առանց ամուսնանալու մնա, կամ իր էրգանը հետ աշտվի, ու այրը իր գինը թող չցկե, բայց մյուսներուն ալ ես կսեմ ոչ թե դերը, եթե եղբայրը անհավատ գին ունենա, ու անոր հաջելի ըլլա իրեն հետ քնագիր, թող չցկե զանիգա, եւ գինն մնալ, որ անհավատ այր ունենա, ու անոր հաջելի ըլլա իրեն հետ քնագիր, թող չցկե զանիգա, վասնզի անհավատ այրը սրբված է գնոջմով, եւ անհավատ կինը սրբված է այրով, ապա եթե ոչ ծեր որդիները բիղծ պիտի ըլլային, բայց հիմա սուրբ են, իսկ եթե անհավատը զատվի, թող զատվի, եղբայրը կամ քույրը այնպիսի բարականերուն մեջ քերի չէ, սակայն Աստված խաղաղությամբ կանչեց մեզ, քանզի ինչ գիտես թուն, ով գին, դերևս քու այրդ պիտի ապրեցնես, կամ թուն ինչ գիտես, ով այր, դերևս քու գինդ պիտի ապրեցնես։ Միայն թե ամեն մեկուն ինչպես Տերը բաժնեց, ամեն մեկը ինչպես Աստված կանչեց, այնպես թող երթա, բոլոր եկեղեցիներուն եւ այսպես բադվեր գուտան։ Շնորհակալ եմ։ Մինչև 17-ներ, չէ՞։ Հա, այո, մինչև 17-ը։
Ուզես 10 Ինչպես որ- անգամ։ չէ, անտարբերության մասին գխոսի։ Արդ ուրեմն բորնուկտենը հերու գենալու համար ամուսությունը լավ է։ Եթե գրնաս կսե չամուսնանալ, մեգումը որ գույս է կամ չուզեր ամուսնանալ, կսե ինձի պես եղիր, բայց եթե չես գնալ, կսե ավելի լավ է որ ամուսնանաս։ Եվ գսե գրնաս, քանի որ անգողինը սուրբ է, Աստված ստեղծել է ամուսնությունը, բայց ոչ ամենուն, այսինքն կուզերսել, որ պետք է մենք մեկ այր, մեկ կին ունենանք։ Եթե կբաժնվես, կսե չես գնալ ամուսնանալ, ասիկան մեծ խնդիր է հիմա։ Մարդիկ չեն հասկացել իրարու, չեն գնալ հասկացվել, գենեն կբաժնվին, վերջ ուրիշ մեկը կփնտրեն, վերջ ուրիշ մեկը կփնտրեն, վերջ կսե աման եթե ասանք գնալ առաջին հետը գնայի գնալ։ Կսե առաջին հետը ավելի լավ է հաշտվիս, քան թե որ անընդհատ նեղության մեջ ինաս, այո։ Քանի որ բորնուկին է փախեք կսե, ինչպես որ Հովսեփը, երբ որ Պետապրասին գինը իրեն յետևեն ինգավ, ցկեց իրեն փաչկոնը, ժակետը, այսինքն եւ փախավ, փախիր կսե, փախիր։ Հովսեփը քանի որ գսպասեր իր սերային հարաբերություններով համար իր ամուսնության մեջ, քանի Աստուծո միայն ադիգա է որ օրտնված է եւ հրամանրված է։ Մնացածը 25-ին 40 Բայց կույսերն համար դերոճմե հրաման մճունին, միայն թե դերոճը շնորհով խրատ կդան, որ վստահելի է։ Ուրեմն ես կխորին, թե ասիկա աղեգ է հիմակվան նեղությանը համար, այսինքն աղեգ է մարդուս, որ մնա այնպես, ինչպես որ է։ Կապված ես կնոջ, մի պնդրեր արցակնի, արցակված ես կնոջմե, ին մի պնդրեր, իսկ եթե ամուսնանաս, չես մեղանչեր, և եթե գույս ամուսնանա, չի մեղանչեր, բայց այնպիսիները մարմնի նեղություն պիտի ունենան, սակայն ես ցեզի կխնայեմ, բայց այս կսեմ եղբայրներ, թե որոշումի ժամանակ ու գարջծած է, ալ անոնք, որ գին ունին, այնպես տողլան, որպես թե չունին, և անոնք, որ գուլան, որպես թե չեն լար, անոնք, որ գխնդան, որպես թե չեն խնդար, և անոնք, որ ձախու գարնեն, որպես թե փամ մճունին, և անոնք, որ աշխարհիկ գործով գսպաղին, որպես թե միան անով չեն սպաղիր, բասնզի աշխարհի գերբարանքը կանցնի, բայց կուզեմ, որ թուք անհոգ լակ, բասնզի չամուսնացած, մարդը դերոճը գործով մտահոգ է, թե ինչպես դերոճը հաճելի իլա, իսկ ամուսնացածը աշխարհիս բաներով մտահոգ է, թե ինչպես կնոջ հաճելի իլա։ Այո։ Շնորհակալ եմ։ Վերջացավ։ Չեթեր գա։ 40 կրվել է։ Okay։ Շանագեմ։ Ժամանակը կարծեմ թե մեզի փանգն է, բավական հասկանալի է որ ասիգա ինչ է հիմա բաներուն համար է, չամուսնացածներուն համար է որ գսե Աստված վերջացնելու համար պիտի գարտամ գսե որևէ մեկի համար անհնար է վայելել սրբակորձման օրհնությունը, քան թե այն եսասեր ու որգրամոլ է։ Հետաքրքիր որգրամոլը մեջ կմտցնե։ Ինչու համար, քանի որ գրաբաշտական փարադոններուն ժամանակ սովորաբար գուդեին, գխմեին եւ ինչպես որ վերջերս ըրին Անահիդին համար մեր Հայաստանի մեջ հայերը գսկսել են իդ իրենց Անահիդը բաշտել եւ Անահիդը բոլորովին գրաբաշտական եւ ասպորնգական մեղքի մեջն էր ուրեմն գուդային գխմեին եւ ադո հետը գսպաղեին բայց Աստված կուզե որ մենք ուրեմն հագարակ անենք քանի թե կսե հոս անհնար է վայելել սրբակորձման օրհնությունը այս կասված քեզի կսրբե ամեն օր եթե դու եսասեր ես ու որգրամոլ ես եւ մարդկային օրգանիզմի ուժը դիմաթելու չարաշահումների աստյունեն հրաշալի է սակայն չափեն ավելի ուդելու եւ խմելու վնասական սովորության մեջ համառելը կթույլատնե մարմնի բոլոր գործառույթները այլասերված ախորժակի եւ գրքերի բավարարման մեջ նույնիսկ քրիստոնեություն թավանդողները գխաթարեն բնական ուժերը եւ գնվազեցեն ֆիզիկական մտավոր եւ բարոյական ուժը Աստված կցկտե մեզ բարձրացնել իր վեհ մաքուր երկնային չափանիշին ասի է Պողոս Արաքյալին ուզածը որ մեզի կհորդորե որ մենք ընենք ասամենը որ գքրե եկեղեցին մեջ եղած մեղքերը մեջտեղ գուզե հանել որովհետեւ մենք մաքրվենք
որ ադոր մեջը չի մնանք։ Այդ նպատակով անոր հոգին, այսինքն Աստծո հոգին անդադար չանքեր կգործադրե մեզի համար։ Մեր բնական հագումները եթե չուղղվին Աստծո Սուրբ հոգին կողմեն, իրենց մեջ բարոյական մահերու սերմեր կգրեն։ Այսինքն մենք կնանք բարոյապես մեռնել, եթե մենք չհնազանդենք Աստծո խոսքին։ Ինչպես որ ասի սկիզբեն ձանր նյութմներ ասիգա սերդելու համար, բայց քանի որ Աստված ծրած է իր քիրքին մեջը, մենք կսերվենք եւ ասկուշ կլանք եւ կսորվեցնենք, որովհետեւ մարդիկ ասկուշ լան։ Տեր օրհնե իր խոսքը մինչեւ հաջորդ հանդիպում։